Եթե Գարեգին երկրորդը Սուրբ է, ապա իշխանական падգամավոր Հռիփսիմե Հունանյանը Սուրբ Կույս Հռիփսիմեն է, ասում է ընդունեք որպես պատասխանատու հայտարարություն։ Ուրեմն ես այսօր պատասխանատու հայտարարություն եմ անում, որ ես էլ Սուրբ Կույս Հռիփսիմեն եմ եւ իմ որդու հայրն էլ Սիրահարների բարեխոս Սուրբ Սարգիսն է։ Ազգային ժողովի միջանցքներից մինչև նիստերի դահլիճ խոսակցության օրակարգը նույնն է, ով է սուրբ, ով կարգալույծ եւ ի վերջո, ով է հակաեկեղեցականը։ Այդ ձեր ասած խմբակի եւ ինչ որ կանոնների պայքարը, ես որտեղ կուզեմ, ում հետ կուզեմ կաղոթեմ։ Իմ եւ Աստծու միջև խոսակցության մեջ պարտադիր չի ինչ որ մեկը լինի, վեղար հագնի, բիզնեսներ ունենա, տարբեր տեղեր կապեր ունենա։ Խորհրդարանի ընդդիմադիրները հարցնում են, ինչու հիմա սկսեց այս լարումը, չէ՞ որ Փաշինյանը 2018-ին կաթողիկոսի հետ սելֆիներ էր անում։ Այս մարդիկ 18 թվականին իշխանության գալուց հետո սելֆիներ էին անում կաթողիկոսի հետ, տարբեր եկեղեցական արարողություններին էին մասնակցում։ Մեկ տարի առաջ եկեղեցու բացման օծման արարողությանն էին մասնակցում, ու իրանք խնդիր չունեին։ Մարդիկ խնդիր չունեին կաթողիկոսի հետ։ Այդ այն բոլոր բամբասանքները, որ տարածված էին մեր հասարակության մեջ, իրենք չէին լսել 18 թվականին, չէին լսել 19 թվականին, 20-ին, 21-ին կներեք Փաշինյանական ձևով ասացի, 22-ին, 23-ին, 24-ին չէին լսել, երբ 24-ին այստեղ բազմաթիվ ներկայացուցիչներ գտնվում էին մայրաթոռում, չէին լսել այդ բամբասանքները։ Թե այդ ամեն ինչը տեղի ունեցավ ճիշտ այն ժամանակ, երբ կաթողիկոսը Բեռնում խոսում էր Արցախի ժողովրդի իրավունքների մասին, վերադարձի իրավունքների մասին, գերիների մասին։ Դուք մարդուն եւ եկեղեցին նույնականացնում եք։ Դուք ասում եք, դուք ինչ եք գնում մայր տաճարի բացմանը մասնակցում, եթե Կտրիչ Ներսիսյանի հետ խնդիր ունեք։ Դուք ինչ եք գալիս ազգային ժողով, եթե իմ հետ խնդիր ունեք։ Հովանավանքի կարգալույց հռչակված քահանա Տեր Արամը նախորդին հրաժարվեց դուրս գալ Հովանավանքից, պատճառաբանելով, թե կարգալույց եղած կաթողիկոսը չի կարող իրեն կարգալույց անել։ Կաթողիկոսը չի կարող կին ու երեխեք ունենա։ Պարոն Ասատերանչի Տեր Արամը։ Նկարները ունեմ, ապրելու տեղ ունեմ։ Պարոն Ասատերանց, Կաթողիկոսը չի կարող ամուսնական կյանքով ապրի, դե գնացեք։ Տեր Արամը աշխարհիկ անունով Ստեփան Ասատրյանը հայտարարել էր, որ պատրաստվում է Կիրակի մեծ պատարագի եւ սատարում է Փաշինյանի հակակաթողիկոսական արշավը։ Սատարելու եմ եւ արդեն պարզ է դառնում, որ Հայաստանի Հանրապետության վարչապետը ինչ ասում է, ճիշտ է ասում։ Իսկ ես ճշմարտության կողքին եմ լինելու։ Կարգալույց հռչակված հոգևորականի խոսույթն է անգամ վարչապետին նմանվում։ Այո, ես տեղեկություններ ունեմ, իմ տեղեկությունները ճշտված են, 100%-անոց են, ու եթե կասկածում է մայրաթոռը կամ ամենայն հայոց կաթողիկոսը, կարող է դիմել դատարան եւ ես դատարանում կհաստատեմ։ Այս առիթով նաև պնդում են, որ Գարեգին երկրորդ կաթողիկոսը խախտել է կուսակրոնության ուխտը եւ զավակ ունի։ Թող Գարեգին երկրորդն էլ ինձ դատի տա հայտարարված արժեքներին եւ կաթողիկոսի կարգավիճակին իր համապատասխանելիությունը ապացուցելու համար։ Կիրակի սպասվող պատարագից առաջ հայտարարություն է տարածել մայրաթոռը, հորդորել իրավապահ մարմիններին կանխել ապօրինությունները եւ ապահովել Հովանավանքում սպասավորող քահանաների բնականոն ծառայությունը, սրբավայրի հոգեվոր աղոթական մթնոլորտը։ Դատապարտելի է հատկապես վարչապետի աջակցությամբ Հովանավանքում Սուրբ Պատարագի անվան ներքո միջոցառում կազմակերպելու Ստեփան Ասատրյանի հոգեգործան նախաձեռնությունը։ Եկեղեցին օգտագործելու է բոլոր օրինական ճանապարհները հոկտեմբերի 26-ին Հովանավանքում հոգեվոր աղոթական կյանքը վերականգնելու համար։ Սիմոն Հովանիսյան, Free Open Media։